Ինչ եք անում նոյեմբերի 12-ին ժամը 8-ին։ Եկեք stage, stand up and jazz։ Ջազը միքսել ենք։ Ալա սպասեք հələ յա։ Stop։ Ջազը միքսել ենք stand up-ի հետ։ Նես լավ բան է ստացվել ժողովուրդ ջան։ Տոմսերը թիկետ միկետ ում ավաճառվում։ Ասեցի տնից գրեմ մի երկու բառ, դուրս եկա բալկոն, տեսնեմ հեր ու տղա հարևանները, այս տեղացի են էլի, լավ պլան են քաշում, մի հոտ անգել, ես այդ հոտը չեմ սիրում, ասի լավ, քանի հեր ու տղա տես կայֆերի մեջ է գամ, ըստ է գրեմ, թարապես իմ փողոցի վրա հայ չի ապրում, մի հատ պարսի հայքին է ապրում մի հատ, մնացածը, ոբշիմ, մեքսիկացիներ են, իսպանացիներ ու տեղացի ամերիկացիներ, բարև դե սիրելիներս, այսօր կխոսենք մի թեմայի մասին, որը որ ձեզ խոստացել եմ ձեզ, ահա, առաջինը նախ այնը որ ամբողջ համացանց հիմա ողոված Ալիևի ինչ ասեց, Ալիևը Սևանին ուրիշ ձև ասեց, քիչ եմ ուզում կրկնեմ այդ անունը, ասելա որ իր քարտեզների մեջ, Ռուսաստանի քարտեզների մեջ չկա, դե մի այ քեզ բան, մենք եք արան քարտեզներ հանենք, որ Ադրբեջան ընդհանրապես չկա, Փաշինյանը ինչ որ նենց իռիբնի միաց ինչ որ պատասխան տվեց դրան, գիտեք այսպեսի բան կա, եթե Փաշինյանը հիմա այնց ասի ոնց որ ես ասեցի, որ քարտեզներում կա, որ դու ընդհանրապես չկաք Ադրբեջանը, ուրեմն դա կբերի կոնֆլիկտի, ըստ երևույթին Ադրբեջանը դա ուզում է, դե Ալիևը չի ուզում, չէ՞ որ խաղաղություն հաստատվի, եւ աշխարհը իրան ստիպում է, որ այդ խաղաղությունը հաստատվի, եւ եթե հիմա մեր իշխանությունը սկսի տենց իրան տենց ամեն հաճասող շան հետևից քարկցել, ինչպես անում են լրատվամիջոցները, ապա դա ոչ մի լավ բանի չի բերի, կբերի կոնֆլիկտի բան, տենց էլի խոսքա բերելու, ոբշիմ, տենց մի խոսքով դրա համար որքան է դա մեզ դուր չի գալի, բայց դե կան մոմենտներ, որ պիտի ցավոք լռել, որովհետև մենք հիմա այնքան ուժեղ չենք, որ կարողանանք խոսենք ճշմարտությունից, հա, ճշմարիտ բաներ ասենք։ Մենք հիմա որոշ չափ գոնե պիտի լռենք, այս դեպքում հասկանում եմ Փաշինյանին, բայց դե մյուս շատ ու շատ դեպքերում, կներեք մի հատ դզեմ այս կադրս, մյուս շատ ու շատ դեպքերում իհարկե համաձայն չեմ, բայց դեստեղ կարելի է հասկանալ, որ լավ, այս անգամ սուս մնաց։ Ոչինչ, մի օր վերջապես, երբ որ Հայաստանը ոտի կանգնի, կարող է նորմալ դաշնակիցներ ձեռք բերել եւ ասել այն ամենը, ինչ որ մեր սրտից է, գոնե ասել, որովհետեւ եթե խոսենք ադրբեջանցիների վերադարձի մասին, ապա կես միլիոն էլ հայ ընդդեից է գնացել, դե այնա տենցա մենք վերադառնանք, ու մենք գիտենք, որ դա սթից խոսակցություն է։ Մարդ ասում է վարչապետը ներ, քֆուր դներ, ասել չեք ուղի մաման, դե ինձ հիմա եկեք, կգաք։ Խոսում են Հավայելի, ով ասենք Բաքվից թողելու գա ապրի, ասենք Կապանի կողքի ինչ-որ գյուղերում, հա։ Հիմար խոսակցություն է, ուղղակի մեզ նյարդայնացնելու համար է, մենք էլ այդ կուտը ուտում ենք, լրատվամիջոցները բռնում են, սկսում են այդ նարատիվները տարածել, Ալիևը այս բանը ասեց, Ալիևը խաղաղություն չի ուզում, ընդամենը աշխարհը ստիպի իրան խաղաղության գնա, կստիպի, չի ստիպի, խաղաղության չի գնա եւ կպատրաստվի պատերազմի։ Ալիևը ունի երկու ճյուղ, հա, մեկը ասենք այնա որ խաղաղություն է խաղում Տրամպի բանի մոտ, որ տիպը հա դե լավ մեծ մարդ է այսօր կա վաղը չկա, հետո կխափեմ կհարցակվեմ, եւ մյուս բանը, որ ասենք տենց մարդ է, բա որ մեկ շուտ փոխվեց իրավիճակը եւ վարիանտա պատերազմ սկսել, ուրեմն ես վաղը կսկսեմ։ Դրա համար իհարկե խաղաղություն մեծ հաշվով չկա։ Դա փագեցինք, քիչ նյարդայնացեք սիրելիներս, թե ով ինչ ասեց։ Ադրբեջանը միշտ է կեղծ է պատմությունը, աշխարհագրությունը, ես ինստիտուտում որ սովորում էի իշխում, դրանին ժամանակ 80-ականների սկզբին այնպես բաներ էին գրում, այնպես բաներ էին ասում, որ եւ այն ժամանակ Նախճեվանում էլ հայեր կային, էլ ես հիշում եմ, հիմա ասեն այնտեղ էլ հայ չմնաց ու դրա մասն էլ մարդ զեն չի հանում բնականաբար, որովհետեւ ցավոք մեր պոզիցիաները դեռ այդ պոզիցիաները չեն։ Դե բայց հասարակության մակարդակով, բլոգերների, չգիտեմ, լրատվամիջոցների բան իհարկե մենք կարող ենք այդ ամեն ինչը խոսել։ Այս վերջի, այսպես ասած, իմ եթերի տակ եղան շատ կոմենտներ, որոնց ես խոստացա պատասխանեմ։
Կային եւ գովասանքի խոսքեր, որոնց չեմ խոսի, շնորհակալություն որ հետեւում եք։ Իդեպ հենց հիմա ցեղ մեկ լայքի կոճակը, այն որ իմ հետևորդն է, ով որ հետևորդը չի, բայց համաձայն է իմ մտքերի հետ, խնդրում գրանցվեք, որ հետևորդները մեր շատանան, մեր բանակը շատանա։ Բայց որոշները շատ էսպես ռադիկալ էին, մեծ մասը այդ ռադիկալ ծայրահեղական, ծայրահեղ տրամադրված մարդիկ գրում են ռուսերեն տառերով հայերեն մտքեր, բարբաջանքներ, եւ նաեւ լատինատար։ Մեկը գրել է, որ դրան պետք է գլխատել։ Ինձ, հա։ Ինչ։ Դեմ չեմ, ասենք, խնդրեմ, կարող եք եւ գլխատել, բայց գլխատելով ձեր նման ապուշը իհարկե sense տենց իր խնդիրները անձնական չի լուծի եւ ինչ ասեմ։ Բացի այդ, ուրեմն ինչ է ես ուզում պատասխանեի, հա, այն մարդկանց, ովքեր որ այս վերջի եթերի համար այսպես շատ էին առիթավորվել եւ բան էին արել։ Այ դու ես ընտրել Փաշինյանին, դու կարեցիք, որ ինքը եկավ բանի, ուրեմն ժողովուրդ եմ, բազմիցս ասել եմ, ես չեմ ընտրել, 18 թվին չեմ գնացել եմ ընտրությունների եւ ընտրել եմ լրիվ այլ ուժ, 21 թվին չեմ գնացել ընտրությունների, հիմա այս վերջերս որ լինի ընտրություններ, իհարկե ես էլի չեմ ընտրի ՔՊ, կընտրեմ որևէ մի նեյտրալ ուժ, որը որ կարող է եւ ձայնել չհավաքի, այնքան որ ընտրությունների մասնակցեն, որովհետեւ ընտրություններին պետք է մասնակցել, որ ձենը չփոշիանա, չգիտեմ, այդպես։ Հիմա ասեմ, ուրեմն բոլոր նրանք ովքեր որ դուրս էին եկել հեղափոխության կամ իշխանափոխության, ոչ թե Փաշինյանին էին ընտրում, այլ ուզում էին փոփոխություններ լինի, փոփոխությունները չեղավ կամ եղավ ոչ այնքան որքան որ մեզ կա։ Եվ այն որ ես ասել եմ, այո, Փաշինյանը մեր վարչապետն է, հիմա էլ եմ կրկնում, ժողովուրդ ջան, Փաշինյանը մեր վարչապետն է։ Ուզում եք սիրեք, ուզում եք մի սիրեք, անիծեք, թուղթուկ իրարեք, բան արեք, իր արցանիկը վերցեք, ասեղներ սրեք մեջը, խրեք մեջը, բանմար, միևնույն է, փաստը մնում է փաստ, ինքը լեգիտիմ պրեզիդենտ բան է այսօր, վարչապետ է։ Հիմա եթե ես էլի դա կրկնում եմ, դա չի նշանակում, որ ես Փաշինյանի կողմն եմ, կամ վաղը ասել եմ, Քոչարյանը կլինի մեր վարչապետը, կասեմ Քոչարյանը մեր վարչապետը, դա չի նշանակում, որ ես իր կողմն եմ, դա չի նշանակում, որ ես բան եմ, իր կողմնակիցն եմ եւ իրեն բան եմ անում, հա, տենց իր մտքերը կամ իր կեցվածքը, իր քաղաքականությունը ընդունում եմ, չէ, ես արձանագրում եմ փաստ։ Եվ դուք ինչքան ուզում եք գլուխներ տվեք պատերին, պատերը տվեք գլխներով, գրեք, որ ինձ պետք է գլխատել, որ ինձ նմանները որտեղ խայտրակում են ռեսպուբլիկան եւ այլ, Փաշինյանը մեր վարչապետն է։ Դե գնացեք ու մեռեք, էտա, ահան, էտա։ Չեք ուզում ախպեր ջան։ Վերընտրեք։ Հենա, ասում է, ֆլագ վան в руки барабан на шею։ Ըլլելու է ընտրություններ, գնացեք ընտրեք ուրիշ վարչապետ ընտրեք ձեզ համար։ Հետո ասացին կոմենտներում ասվել էր, որ ինչու չխոսեցի սպանված երեխայի մասին, այն որ հայրը խեղդել էր երեխային։ Ժողովուրդը դա այդ րոպեին դեռ որ եթերը դուս եկավ այդ լուրը դեռ չկար։ Հետո ես ունեմ իմ, այսպես ասած, վերաբերմունքը այդ ամեն ինչին եւ ուզում եմ մի քիչ ավելի խորը նայեմ դրան, որովհետեւ ի վերջո նմանատիպ դեպքեր լինում են բոլոր երկրներում, ամենտեղ կար մանյակներ, ուռոդներ եւ այլն, ասենք, որոնք որ կարան, ասենք, նմանատիպ քայլերի գնալ։ Ես համարում եմ, որ այդ մարդը անառողջ մարդ է, որովհետեւ գիտեք, խոսքը միայն դաժանության մասին չի, դաժանության տարբեր դրսևորումներ կա, բայց այն որ ասենք, այ խնդրեմ, այ իմ հետևորդներից 100,000-ից ավել եք, մի 20,000-ներ ասենք կնայեն դրանցից, որից մի 10,000-ներ երևի հետևորդել չեն, այ դուք կարող եք ինչ-որ մեկին, չասեմ ձեր երեխային, խեղդել, տանել թաղել, հետո փորել, քանդել, մի շաբաթ հետո, այդ հասկանում եք, այդ ամեն ինչը տանել ուրիշ տեղ թաղել, հետո քանդել, տանել ուրիշ տեղ, չէ, դա առողջ մարդու դրսևորում չի։ Մտածել եմ դրա մասին ես եւ ասում եմ լավ ջայնամ կբռնեն կգնդակարեն կուտեն այդ մարդուն չգիտեմ կբուժեն կգլխատեն այդ արդեն քրեական ասենք գործընթացը ցույց կտա
Եղան մտքեր, որ այ եթե մեր մոտ սոցիալական այդ ծառայությունները լավ աշխատեին, ընտանիքների հետ նմանատիպ դեպքեր չեն լինի, համաձայն եմ դրա հետ, բայց գիտեք ինչ, սոցիալական ծառայությունները աշխատում են այն ժամանակ նաև, երբ որ հասարակությունն էլ է դրան պատրաստ։ Օրինակ, մի օրինակ բերեմ ձեզ, այստեղ, եթե ես ասենք իմ երեխային մի հատ լավ չափալախտան դուրսը, ես կունենամ լուրջ խնդիրներ, ինձ կտանեն նախ զրույցի, կհասկանան ինչու եմ ես դա անում, եթե տեսնեն, որ դա, այսպես ասած, ընդունված ինչ-որ մի հատ կարգ է, որ երեխուն կարելի է խփել, բան եւ այլ, երեխային ուղղակի ինձանից կվերցնեն։ Երեխային ինձանից կվերցնեն, կտանեն մանկատուն, որովհետև նա ապրում է անառողջ հասարականում ընտանիքում եւ վաղը լինելու է անառողջ մարդ, հասարակության համար ոչ պիտանի, դեռ ավելին մի բան է վտանգավոր։ Եվ հասարակությունը դա նորմալ է նայում, որ ինձ նման հիմարը կարող է երեխային ծեծել, հա, եւ ինձանից պետք է երեխային վերցնել, որովհետև ես վայրենի եմ, որովհետև ես անմեղսունակ եմ, որովհետև ես դաստիարակում եմ մի աննորմալ մարդ, որը վաղ ունենալու է հազար ու մի բարդույթ եւ վաղը հասարակությանը վնաս կտա։ Այս հասարակությունը այսպես է ստեղծված։ Մեզ մոտ դա նորմալ է։ Մեզ մոտ դա նորմալ է։ Կարաս կնգաս մի հատ բոքսես, կարաս մի երեխուն չրփես, հետո միլիցիայի մանագաս լավ աղբեդ է, ընտանիքը տենց է բանը։ Այդ սոցիալական ծառայողը ինչ անի։ Այդ սոցիալական ծառայողը ոնց կարող է հետո գա ու ասենք բան անի, հա։ Հայ։ Հետո սոցիալական ծառայողը ոնց կարող է գա ու ասենք այդ երեխուն տեր կա, բացի այդ։ Դա լուրջ փողեր են։ Լուրջ փողեր է, դա պետք է լինի մանկատաները, դու մեր մանկատաների, ասենք, հալը տեսել եք, ասենք, կամ, չգիտեմ, կամ հիվանդանոցների, որտեղ որ անառողջ, ասենք, մի քիչ, ասենք, տենց մենտալ խնդիրներ ունեն, այդ մարդկանց են պահում։ I know you speak in there, but you're not allowed to be here unless you play. Yes. Yeah, so you need to go down, please. Yes. I will leave it. Thanks. After shooting. Okay, I'll wait. Thank you. Հա։ Դու մի ասած չի կարելի նկարել, եպես գնալու, ազեսակ գնամ։ Այսինքն հասարակությունը դրան պիտի վերաբերվի։ Նորմալ պիտի վերաբերվի, հա։ Իսկ մեր մոտ այդ հասարակությունը չի։ Բացարձակ այդ հասարակությունը չի, որ ասենք, հա, դե լավ է, երեխուն ձեռից վեկալան, դե լավ է։ Եվ երկրորդ խնդիրը, ով է այդ մարդկանցը տենց դարձրել։ Մեծ մասը այդ մարդիկ սոցիալապես անապահով եւ պարազիտ մարդիկ են։ Ես չեմ վախենա այդ բառից, որովհետեւ մենք գիտենք մարդկանց, ով որ խոզի պես ասենք 6 հատ, 7 հատ, 10 հատ ցրթում է, որպեսզի փարոցից բանից հետո օգնություն ստանա։ Մենք մեր ժողովրդի այդ մասը տենց ենք դարձրել, մեր իշխանությունները, նախկինեն, այսօրվա են, վաղվա են, տենց են դարձրել այդ մարդկանց, լոբի բաժանելով, օգնելով, չգիտեմ, ասելա դա բազմազավակ ընտանիքը, այդ բազմազավակ ընտանիքը կովը սպանում է իր, կովին սպանում է, մորթում է, մի հատ ավելա ցրթում, հա, այդ երեխան իր խլինքով է մեծանում, հետո թե ինչ մարդ կդառնա ինքը բան եւ այլ, էդ էլ ոչ մեկին չի հետաքրքրում։ Այդ նպաստները այդ ամենը պետք է կտրվի։ Ժողովրդին պիտի ծեծելով ստիպես աշխատել։ Ուրիշ ես ոչ մի բան չունեմ ասենք ասելու։ Իրական կա նաև այս սոցիալական աշխատողը պետք է գա, ասի աղջիկ ջան, 6 հատ երեխա ունես, պաշտպանվելու մոմենտ կա, էլի, անասունի պես մի ցրթի, երեխեքիդ կեսը հիվանդ են, անառողջ են արդեն, այն կեսն էլ սոված են, մի բեր էլ, խոզ, մի բեր, խոսքը դրա մասին է, բնականաբար այն ընտանիքներին չի վերաբերում, որոնք ապահովված ընտանիքներ են, ուզում 10 հատ ունեցի, շատ լավ է։ Ինչքան շատ ունենանք երեխա, այնքան լավ, եթե այդ երեխային կարող ես ապահովել կրթություն, սնունդ, բուժում, այդ ամեն ինչը։ Բայց զգալի մասը այդ մարդկանց, ովքեր որ հայ հետո տենց պապաներ են ունենում, որ խեղդում է երեխուն, որ բանա կամ բռնաբարում է իր երեխուն, դες դեպքեր էլ կա, այդ ընտանիքներն են, որոնք որ նպաստավոր են, որոնց որ պետությունը այդպես փչացրել է, սերունդ փչացրել է, եւ դա պես պետության մեր ժողովրդի խոտանն է ուղղակի։
Այդ խոտանը վաղը գնում է բանակ, այդ խոտանը վաղը գնում է սոցիալական ինչ-որ սոցիալիզացիա ալնում, բան եւ էլի իր հորն ու մոր, որտեղ իր էգոյի մեջ այդ է մոդելը ընտանիքի, էլի տենց ընտանիք է կազմում, ու ունենում ենք այն ինչ-որ ունենում ենք, խնդրեմ, երեխուն ասենք, հա մի քանի մի մատ երեխուն դրե անասունը բանա արե, խեղտել է, որովհետեւ վիդիցիլի կարող է պատահի այդ իր երեխեն չի։ Կենթանու ուղեղ ունի ինքը, կենթանուն որ սոված պահես, ինքը դառնում է ագրեսիվ, կենթանուն որ ծեծես, դառնում է ագրեսիվ, նույնն էլ մարդը, որը որ կենթանու ուղեղ ունի, այտենց է մեծանում, այդ դրա մասին պիտի մտածել, ոնց անել, որ այդ մարդիկ սկսեն աշխատել, ոնց անել, որ այդ մարդիկ հասկանան, կրթվեն, հասկանան, որ չի կարելի խոզի պես ցրտել այդ երեխեքին, սենց, հետո մորթել, բռնաբարել, ուտել, ծախել ու եւ այլն եւ այլն։ Մյուս թեման, էլի խոսեցին իմ բարոյականությունից, դու տրուսիկը հակել ես գլխիդ նկարվել, լավ եմ արել, աչքներդ էլ հանել եմ։ Մինչև ամուսնանալը սիրատիս տրուսիկն է եղել, հակնում էի գլխին, որ ապացուցեմ իրան շատ եմ սիրում։ Ես էլ տես մարդ եմ, ձեզ ինչ։ Ու գցել եմ համացած, բնականաբար որ գցել եմ, գիտեմ որ տեսնելու եք, գիտեմ որ ներվային անելու եք, հատուկ եմ արել։ Շատ բաներ եմ հատուկ արել, որ դուք ձեր նմաններով ներվա։ Իհարկե դա իմ հետևորդերին չի վերաբերվում, որովհետև իմ հետևորդերին հատիկ եմ հավաքել, նորմալ մարդ, ինչպես եւ հանդիսատեսից, որ ասենք ամսի 12-ին գալու է ստենդափը ջազ լսելու, հա, ասենք իմ ասենք ստենդափն է լսելու Բրբանկում, Տոմսոնը տիկետ մի գետում է, գիտեք։ Այ իրանց էլ եմ հավաքել հատիկ, հնարավոր չի ինձ ինչ-որ մեկը լինի, ասի, «Էս ինչ ես խոսում դու բան, չէ, հնարավոր չի»։ Եվ ձեզ ով է ասել, որ արվեստագետը պիտի լինի բարոյական, որ արվեստագետը պիտի բանաց, լուրջ եք ասում, արա, հա? Դուք գիտեք ձեր Չարենցը ով է եղել, բարոյական մարդ է եղել շատ, այո, հա? Սիրածի հետույքին բանով, պիստոլետով կրակել է, ու ռող ծակվողի մեկն է եղել, հա? Ու մի բան էլ ասեմ կախվեք վաբշե, որ ասում են ես Սիմանուշ Հայաստանի բան, այդ բանացությունը գրողը պետոֆիլ է եղել, նորմալ է, կերակ հիմա։ Հա, տղա է դոմփ է, պուճուր, դե գրել է դրա մասին, եթե այդքան անգրագետ եք կարող եք բացեք իր չտպված բանացեղությունները կարդաք, տես բաններ էլ ալնում, Ֆրունզիկ Մկրտչյանը հարբեցող է եղել, Հրաչյան Ներսեն նույնպես, բարոյականություն չեմ կպլում, մարդաթուլություն է ունեցել, աղբեր ես ոչ խմում եմ, ոչ ուռում եմ, ոչ ծակվում եմ, ոչ բան եմ գալի, ոչ բան ասում են անբարոյականը դուք եք, որ մտել եք ուրիշի տրուսիկի մեջ։ Արա ոչ էլ քերուս կնգան եմ դոմփում, ինչ եք ուզում արա։ Ձեր քահանաները քերու կնգան դոմփում են, ձեր արվեստագետները այն ամենալավերը ում որ կան, որ դուք երիտասարդներին սպեսած դասյարակում եք եւ այլն, պետոֆիլ են ու հարբեցող, ես վատն եմ մեջներից, դա բիոմացարա։ Լավ, ավարտենք, իհարկե այդ ամեն ինչը իմ հետևորդին չի վերաբերվում են նրանց, ովքեր որ մտնում են իմ անձնական կյանքի մեջ, ելեք ռադներդ քաշեք, հելեք ալիքից, մի մտեք, մի լսեք, մի արեք, գնացեք ապրեք ձեր տխմար կյանքով։ Սպասում եմ բոլորիդ, սպասում եմ բանին, ամսի 12-ին, stage-ում, մտեք տիկետ միկետ, տոմսերը առեք եւ եկեք խոսենք։ Այդ կնոպկենցիկ Ինչ եք անում նոյեմբերի 12-ին ժամը 8-ին, եկեք stage, stand-up and jazz, ջազը միքսել ենք, սպասեք հլը, ստոպ, ջազը միքսել ենք stand-up-ի հետ, մեզ լավ բան աստացվեց ժողովուրդ ջան, տոմսերը տիկետ միկետում ավաճարվում։